Արդյոք 50+ ձայնը կհավաքեք։ Կարծում ենք այո, ավելի քան վստահ ենք։ Ինչով եք վստահ, հաշվի առնելով նաև նախորդ ընտրությունների ձեր ստացած Նախորդ 2021 թվականի մասին։ Ուրեմն ասեմ, նախորդ ընտրություններին ես հնարավորություն չէի ունեցել որպես համայնքի ղեկավար, որպես տեղակալ ծառայել համայնքում, իսկ այս ընտրություններից առաջ 2.5 տարի եղել եմ համայնքի ղեկավարի առաջի տեղակալի պաշտոնում, այնուհետև 4 ամիս մի փոքր ավել եղել եմ որպես համայնքի ղեկավար ու հասցրել ենք անել գործեր, շփվել մարդկանց հետ, ճանաչել, այդ ամենը մեզ թույլ է տալիս մտածել ու սպասել այդ արդյունքներին, քայլ են քայլ։ Առաջ լրագրողների հետ զրույցում նշում էր, որ վախի մթնոլորտը թարաքարում եւ սպանությունները կշարունակվեն, եթե ինքը կլինի ղեկավար։ Իրա հետ չեմ կարծում, ես ուզեք իջեք նոր գանք, Ժողովուրդ ջան, չընկնեք։ Սպանությունների մասին է խոսում գործարի։ Չեմ կարող ասել, քննենք գորից, հա, այդ ամեն ինչը հարցնեիք, չգիտեմ ինչի մասին է խոսել գորը։ Ասում է վախի մթնոլորտը թարաքարում։ Վախի մթնոլորտ չկա փարաքարում ըստիս ու ամեն ինչ նորմալ է լինելու, գնալու է իր հունով, ժողովուրդը գնալու է դեպի զարգացում։ Պարոն Գյուլնազյան, այս պահի դերությամբ ընտրությունների ընթացքը ինչպես է գնահատում։ Ընտրությունների ընթացքը նորմալ, բոլոր տեղամասերում իմ տեղեկություններով ամեն ինչ նորմալ է, բնակչությունը գնում են, ընտրում են, ոչ մի տենց արտարոց դեպք չի գրանցվել։ Պարոն Գյուլնազարյան, այդպես է փարաքարի բնակիչների եւ ընդհանրապես հանրության համար այսպես մութ մնաց ձեր հրաժարականի այն դրվագը, որ ասում եք, ես միջադեպին պատահաբար եմ այնտեղ մասնակցել, սրա վերաբերյալը ինչ կասեք։ Չեմ կարծում, որ հանրության համար մութ է մնացել, որովհետեւ բազմիցս դրա հետ կապված ես հարցազրույցներ եմ տվել, նույնիսկ ներկայացրել եմ, որ թե քննչական կոմիտեն, թե դատախազությունը իրենց եզրակացություններն են տվել, այդ եզրակացությունները եղել են իրատեսական, չեմ կարծում, որ ձեր կամ հանրապետությունում մեր մեջ կա մեկը, ով չի վստահում իրավաբաններին, չի վստահում դատախազներին, չի վստահում քննիչներին, որովհետև թույլ կտակ վերջացնեմ, եթե թույլ չեք տալու վերջացնեմ, չեք հարգելու ինձ, վերջացնեմ, հետո կհակադարձեք պատասխանեմ, բարի, խնդրում եմ ձեզ։ Ու այդ եզրակացություններն էլ կա, ժողովուրդն էլ դրա մասին իրազեկված է։ Եթե մարդիկ էլ կան, որ չեն վստահում, իդեմս ձեզ հարգելիս կարող եք գնալ, որոշումները վերցնեք եւ բողոքարկեք։ Շնորհակալություն, լավ օր ձեզ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։